Համեցիկ։ Ինչ ճակատագիր են ստացել։ Դու գիտեք, այս որերորդ գործնա Նիկոլ Փաշինյանի օրոք։ Բազեյանի գործը կա, իշխանազարդման հետ կապված, Տերևաթափի գործը կա, Աշոտ Երկաթենց գործը կա, ու բոլորը ու հանկարծ բոլորը մեծամասամբ ազատության մեջ են, բացի Սերոբ Գասպարյանի գործի։ Հասկանում եք, եթե այդքան ռեալ է տենց վտանգը, այդքան ռեալ է, բայց ծանր հանցագործները ինչ են անում փողոցում։ Եթե տես ծանր հոտվածներ են, այդքան ռեալ է, Շնորհակալություն Աննա ջան։ շոշափելի է, ինչ են անում։ Նարեկ ջան կասես։ Ասում եմ ինչ են անում, գիտեք այս որերորդ նմանատիպ գործն է, ուզում եմ ասեմ դուք եք այս հոտվածները Ուժային կառույցների ներկայացուցիչներին տվեք, այն կառույցներին ովքեր զբաղվում են դրանով, ձեզ կպատասխանեն։ Ասում եմ ծանր հանցագործների Շատ լավ։ են փողոցում։ Շատ լավ։ Պարոն Բակոյան, դուք ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի առաջարկած այս սցենարը աշխատելու է, թե չէ հանրային կոնսենսուսի գալ, ոչ հայոյանքներ չտալ միմյանց, դուք կարծում եք դա կաշխատի։ Գիտեք շատ կարևոր է, որ հանրային տիրույթում քաղաքական գործիչների խոսքը շատ ավելի անաղարտ լինի, բայց ցավոք մենք նաև նկատում ենք, որ ընդդիմադիր մեր գործընկերները հենց իրենց կարևոր մեխերից մեկը գործունեության համարում են նաև նման գործելավոճը, հետևաբար ես իմ անձնական կարծիքն է, որ ընդդիմությունը իր որդեգրած քաղաքականությունից, գործելավոճից պայմանավորված նաև հենց իրենց բառապաշարով պարզապես չեն փոխելու։ Եվ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ով հայոյի համարժեք պատասխան կստանա։ Սա արդյոք չի նշանակում, որ պետությունը չի կարողանում իր քաղաքացիներին օրենքներով պաշտպանել, որ հայոյանքի դեմ այսպես հայոյանք է գործում։ Հայոյանքը քրեականացնող օրինագիծ բերեցինք եւ հենց մեր սիրելի գործընկերներ, լրագրող գործընկերները, քաղաքացիական ներկայացուցիչները, նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, ընդդիմությունը քննադատում էր այս օրենքը, որը ամբողջովին կարողանում էր կարգավորել այս դաշտը, բայց ցավոք հենց ձեր ճնշման եւ մեր քաղաքացիական եւ մնացած գործընկերների ճնշման ազդեցության տակ մենք որոշեցինք, որ այդ փոփոխությունը պետք է իրականացնենք։ Վարչապետն ասում է, հենց ինձ հայոյեցիք, ես էլ ձեզ կհայոյեմ։ Գիտեք, երբ մարդու ընտանիք են մտնում եւ դրա մասին տարիներ շարունակ լռում են, ես կարծում եմ այստեղ նաեւ ես կարծում եմ, լավ չասեմ ում աջակցության անհրաժեշտությունը կար, բայց ես կարծում եմ, որ անընդունելի է մտնել մարդկանց ընտանիք, եթե խոսքը վերաբերվում է աշխատանքին, ապա այս մասով բազմաթիվ քննադատություններ կարող են լինել, բայց մարդու ընտանիք մտնելը դա բարոյականության սահմաններ հատելն է եւ եթե կա մարդն էլ ընդունակ է համբերության եւ համբերության իր սահմանագիծը ունի եւ այդ սահմանագծից հետո ինքն է որոշում ինչպես պատասխանել այն հայոյանքներին կամ հայոյախառն քննադատություններին, որոնք ուղղված են իր ընտանիքին եւ հետեւաբար ինչ որոշում էլ որ ինքը կայացնի, ես կարծում եմ այդ որոշումը իր եւ իր ընտանիքի համար արդարացված պետք է լինի։ Ներողություն, պարոն Բակոյան, դուք որ այսպես նեղվեցիք, հա, որ ասում եք չեք հարցնում, ինչպես է բացահայտվել։ Ես պարզապես դրա մասին։ Ինչպես է բացահայտվել, հա, դուք ինչ նորություն ա։ Լավ, արեք չկենտրոնանանք այդ բառի վրա, բայց դուք ինչ ունեք ասելու, որ այսպես մտահոգել էր ձեզ, որ այդպիսի հարց չհնչեց, թե ինչպես է բացահայտվել այդ ենթադրյալ հեղաշրջման փոխանցման հարցը։ Ինձ հետաքրքրում էր նաև մեր մեդիա դաշտի։ Ես հարցում եմ, ինչ ունեք ասել։ Ես իմ ասելիքը ամբողջությամբ ասեցի։ Դե բայց եթե ասելիք չունեիք, ինչու էիք ուզում որ նման հարց հնչի։ Ես չասեցի, ես ասելիք չունեի։ Ես իմ ասելիքը ամբողջությամբ ասեցի։ Ձեր տված բազմաթիվ հարցերի միջոցով։ Այդ մի բան որ գիտեք թե ինչպես քննչական կոմիտեի աշխատանքի թե շատ լավ ենք վստահում։ Շատ լավ ենք որի վստահում։ շենքից 590,000 $590,000 պարզապես ստանում են։ Շատ լավ։ Ինչպես է գնա։ Հարց տվեցիք, պատասխանեցիք։ Շատ լավ ենք Շատ լավ աշխատել են։ Ոչ, շատ լավ ենք վստահում, հարց տվեցիք, ինչպես եք վստահում։ Ասեցի շատ լավ ենք վստահում։ Շնորհակալություն։ Հաշվի առնելով Ռադիա Զալստանյանի նախորդ
տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանդիպումը նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Ես կարծում եմ սինխրոն աշխատում են, այո։ Նրանք իրենց ուղղորդումը ազդեցություն ունեցել են այդ խնդրին։ Այո, կարծում եմ։ Հատկապես որ միասին են աշխատում եւ այո։ Եվ այսօրվա հանդիպության լռությունը եւս դրա մասին էր խոսում, որ միասին են աշխատում եւ ես համարում եմ, որ մասնակից են։ Դուք այսինքն առանց դատարանի վճռի նման հայտարարություններ անելու խնդիր իրավունք ունեմ պատասխանատու բարձրաձայնելու։ Ես կարծում եմ դա խնդրահարույց է։ Այո, կարծում եմ ունեմ, որովհետեւ առնվազն ահաբեկչական ակտ է կասեցվել եւ սա կարեւոր իրադարձություն է, որ տեղի չի ունեցել մեր երկրի համար, մեր երկրի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, առասարակ գոյության համար։